Սևան համայնքում շարունակվում են Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումներն ու նախաձեռնությունները «Մաքուր, անվտանգ ու մրցունակ էներգետիկ միություն» խորագրի ներքո։ Մայիսի 8-ին Սևանի համար 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Կայուն էներգիա, առողջ երկիր» խորագրով նախագծային աշխատանք եւ դաս միջոցառում։ Կազմակերպիչ կենսաբանության ուսուցիչ Մերի Ասատրյանը։ Դպրոցի 5-ից 9-րդ դասարանների սաները համոզված են, որ կայուն էներգիան տեխնոլոգիա չէ։ Այն մտածելակերպ է, պատասխանատվություն եւ ապագայի հանդեպ հոգատարություն։ Կարևորելով այսօր անսպառ էներգիայի այդ աղբյուրները, որը մենք ունենք բնության մեջ, իսկ դա գիտենք, արևի էներգիան է, երկրաջեմնային էներգիան է, ջրի էներգիան է եւ քամու էներգիան է, եւ իրենք ունենալով նաեւ այդ նախաձեռնությունը այսօր մարմնավորում են այդ ռեսուրսներին իրենց կերպարներով եւ մի փոքրիկ բեմականացում են ներկայացնում, որտեղ կարևորում են կայուն էներգիայի դերը։ Էներգիան կյանքի, այն անտեսանելի ուժ է, որը շարժում է աշխարհը, ջերմացնում է մեր տունը, լուսավորում է մեր ճանապարհը եւ շնչեցնում է բնության։ Բայց ամենաուժեղ էներգիան այն չէ, որը վերականգնվում է, պահպանվում եւ փոխանցվում է սերունդներին, առանց բնությունը քայքայել։ Լավ է ամբողջ օրը վառվելը, չեմ ուզում անջատվել։ Էս ինչ է, լույսը վառն է, բայց ոչ ոք չկա սենյակում։ Հապա ես սիրում եմ ամբողջ օրը, բայց դու էներգիա ես վառնում։ Վայ, ես արդեն օգնել եմ, մարդիկ շատ էներգիա են վառնում։ Ես կարող եմ օգնել, օգտագործեք իմ լույսը, դա մաքուր էներգիա է։ Երեխաները ներկայացրին կայուն էներգիային նվիրված բնության դատը բեմականացումը, շեշտադրում կատարելով շրջակա միջավայրի խնդիրների եւ դրանց հետևանքների վրա։ Հնչեցին մեղադրանքներ մարդկության անխնա վերաբերմունքի, անտառահատումների, օդի աղտոտման եւ էներգիայի ոչ ճիշտ օգտագործման վերաբերյալ։ Ի վերջո, բնության պահպանությունը յուրաքանչյուրի պարտականությունն է։ Դատական նիստը համարում է բացված։ Այսօր քննվում է մի կարևոր գործ՝ մեր մոլորակի ապագայի վերաբերյալ։ Լսում եմ ձեզ, մեղադրող կողմ։ Ես բնությունս մեղադրում ածուխին, նավթին եւ գազին, որոնք աղտոտում են օդը, վնասում մարդկանց առողջությունը եւ վտանգում երկրի ապագան։ Բարի, լսենք մեղադրյալներին։ Ես ածուխն եմ, ես տաքացնում եմ սառը տները, աշխատացնում եմ գործարանները, ես կյանք եմ տվել արդյունաբերությանը։ Այո, ես ծանր եմ, բայց իմ ուսերին է եղել մարդկության զարգացման մեծ մասը։ Ես նավթն եմ։ Այո, մեղավոր եմ, որ աշխարհը արագացրեց իր քայլերը, բայց միթե դա հանցանք է։ Իմ շնորհիվ կառուցվեցին քաղաքներ, բարձրացավ արդյունաբերությունը։ Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարմարավետ։ Ես ուշտվեցի մարդկությանը այն ժամանակ, երբ նա դրա կարիք ուներ։ Դահլիճում ներկայացված էր նաև դպրոցի աշակերտների ձեռքի նկարչական աշխատանքները։ Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան մրցանակներ, մասնակիցները կխրախուսվեն Սևանի համայնքապետարանի կողմից։ Եվրամիության կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները, նախաձեռնությունները, մրցույթները առաջիկա օրերին դեռ կշարունակվեն։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Գեղամահոր։